Մայիս ամիսը Լոռու մարզում սկսվել է անձրևներով, տեղումներ կդիտվեն գրեթե ամեն օր և կշարունակվի մինչև մայիսի 20-ը, տեղեկացրեց Հայպետհիդրոմետի Լոռու մարզային ծառայության համակարգող Վարդգես Եգանյանը։ Առաջին հայացքից թվում է, թե շատ անձրևոտ է, սակայն եթե վերցնենք ընդհանուր քանակին, ընդամենը բազմամյա միջինին գերազանցում է 10 մմ տեղումներ։ Անցած տարվա համեմատությամբ այս տարի ապրիլ ամիսը չոր և առանց տեղումների էր, իսկ մայիսը առատ անձրևային։ Տեղումների այս մեծ քանակը առայժմ չի գերազանցել նորման, նշեց օդերևութաբան Վարդգես Եգանյանը։ Լոռու մարզային օդերևութաբանական ծառայությունը ամեն օր 3 ժամը 1 մարզի տվյալները հատուկ կոդավորված տեսքով ուղարկում է Հայպետհիդրոմետ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի օդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայություն։ Սակայն լինում են նաև արտակարգ դեպքեր, երբ տվյալները ավելի հաճախ են ստուգվում։ Այդ տեղումներն են կարկուտը, ուժեղ քամին և առատ ձյունը։ Օդերևութաբանը նշեց նաև, որ մոտակա օրերին սպասվում են նաև մթնոլորտային տեղումներ կարկուտի տեսքով։ Առաջիկայում նախատեսվում է մինչև մայիսի 19-ը առայժմ տեղումներ են սպասվում, ընդ որում դա հնարավոր է նաև ուղեկցի կարկուտի տեղաշարժ։ Ըստ Հայպետհիդրոմետ Լոռու մարզային ծառայության մայիսի 15-ին սպասվում է օդի ջերմաստիճանը այս պահին 16 աստիճան է, մթնոլորտային ճնշումը 858 մմ սնդիկիստյան, օդի հարաբերական խոնավությունը 62 դեպս։ Այսօր երեկոյան ժամին սպասվում է տեղումներ։ Վանաձորի բնակիչների համար անձրևային եղանակները զարմանալի չէր, նույնիսկ սպասելի։ Միշտ էլ Վանաձորը մայիսը անձրևային ալնում, տարօրինակ չի, շատ նորմալ է։ Միշտ է գարնան եղել է այս անձրևային։ Մայիս ամիսը միշտ էլ եղել է անձրևոտ, անձրևային։ Վանաձորցիներից մեկի համար քաղաքական եղանակն ավելի կարևոր էր։ Կարևորը քաղաքական եղանակը լավն էլի թե չէ, սա հեչ այլ բան։ Մայնա Անդրեասյան, Նարեկ Մարուքյան, Միք հեռուստաընկերություն։